Խոսքով Արմեն Վիլապյան, տնտեսագետ, պարոն Գեգամ Հակոբյան, Ամերիկայի տնտեսական այս վայրեվիրումները, այս վճռաքարային պահերը տնտեսական ոնց կազդի Հայաստանի վրա, խնդրեմ։ Ուրեմն ֆինանսական համակարգում Ամերիկան ունի մակրոտնտեսական ինդիկատորներ։ Մակրոտնտեսական ինդիկատորների հիմնական ինդիկատորները համարվում ոչ միայն հնայի մեծությունը, նաև կա այսպես ասած օպերացիոն ընթացիկ ինդիկատորներ, որով իրենք հետևում են տնտեսության վիճակը։ Դա զբաղվածությունն է, գործազրկությունն է, դա PMI, այսպես ասած տնտեսական ակտիվությունն է, տնտեսական ակտիվությունը դա տնտեսական պատվերների մասով է չափվում, ինչքան պատվերներ կան տված։ Դա շինարարական տված թույլտվություններն են, դա ինֆլյացիան է, գնաճի չափն է, դա շատ կարևոր է դա կենտրոնական բանկի եւ ընդհանրապես շուկայական տոկոսադրույքները։ Ամերիկայում քանի որ ահռելի մեծ պարտատոմսերի շուկա գոյություն ունի, պարտքերի շուկա, ոչ միայն նաև պետական պարտատոմսեր, Ամերիկայում կան նաև կորպորատիվ պարտատոմսեր, որ մոտավորապես $20 տրիլիոն կորպորատիվ մասն է կազմում Ամերիկայի։ Այսինքն եթե $36.5 տրիլիոն դա պետական պարտքերն են, $20 տրիլիոն միայն ամերիկյան մասնավոր սեկտորի կորպորացիաների պարտատոմսերն է։ Հələ գումարեք տեսեք ինչ թիվ է դառնում։ Դա մոտ $60 տրիլիոն արդեն դառնում Ամերիկայի ներքին։ Ես հələ չեմ հաշվում Ամերիկայի այսպես ասած տնային տնտեսությունների պարտքերը, որոնք վարկավորվել են հիփոթեկային վարկերով եւ սպառողական վարկերով։ Մոտավորապես 25-30 տրիլիոն դա է կազմում։ Այդ բոլոր պարտքերը սպասարկելու համար Ամերիկայի հնան եւ Ամերիկայում արդեն մեծ բանը ճեղքում է առաջացնում ու համաչափությունը կորցրել է։ Սա կարող է գիտեք ինչպեսի վտանգի բերել։ Եթե սա լուծում չտրվի, սա կարող է տասնապատիկ, հազարապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելի հզոր կրիզիս շիկնաժամ։ Քան 1929 թվականի 33 թվականների մեծ դեպրեսիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ սկսած մեծ դեպրեսիա, մեծ կրիզիս։ Այսինքն սով, ամերիկյան սով է։ Նու դա կարաբերի սովի ամեն ինչի։ Ճաշ են բաժանում։ Հա, հիվանդությունների Պրոստը կրիզիսների մեխանիզմը բարդ է կարող առանց թեմա անենք, թե ոնց է դա գործում, դե շատերը չեն հասկանում, ինչ բան է կրիզիսը, դա ոնց է արտահայտվում, դա առանցի տեղ է։ Ամեն ժողով չի հասկանում։ Բայց կարճ անջատել ես։ Չէ։ Հա, բայց կարճ որ ասեմ, կրիզիսի հետևանքով արտադրությունները փակվում են, մեծ մասը, գործազրկությունը մեծանում է, մարդիկ կորցնում են իրենց ավանդները, բանկերի մեծ մասը բան է լինում, սնանկանում է, ստացվում է որոշակի բանկերի ձեռքուտակվում է այդ ամբողջ գումարը, քանի որ մենք գիտենք բանի պաշտպանման օրենք կա, չէ, Закон сохранения энергии։ Փողը ոչ միտեղ չի անհետանում, որովհետեւ փողը վերաբաշխվում է որոշակիների ձեռքը, որոնք այդ փողը կուտակվում է ամենախոշոր, ամենակայուն բանկերի ձեռքը, մնացած բանկերը սնանկանում են, ու ստացվում է երևույթ, մի կողմում լիքը փող, իսկ մյուս կողմը ոչ մի բան։ Չկա արտադրող այդ քանակի ու մեծ բան, գործազրկություն։ Դա սոցիալական ու քաղաքական լուրջ խնդիրների ցնցումների է բերում։ Նման կրիզիսների հետևանքով շատ չի բացառում նույնիսկ ձախերի ակտիվացումը ու ձախային հեղափոխություններ, սոցիալիստական հեղափոխություններ, նացիստական Գերմանիայի հեղափոխության պատահական երևույթներ չեն, դա այդ ճգնաժամերի հետևանք են։ Երբ որ մասսայական տենց սոցիալական մեծ խնդիրներ առաջանում, մարդիկ իրացիոնալ են մտածում, մարդիկ չեն երկարողացել։ Եվ եթե ինչ-որ անառողջ ուժեր են գալիս, այդ ժամանակ շատ հնարավոր է եւ շատ լուրջ խնդրեմ լինի։ Եվ այդ խնդրեմը կարող է ոչ թե միայն Ամերիկայում, այլ Ամերիկայի պես երկրի պատկերացեք, եթե նացիստներ կամ կոմունիստներ կամ սոցիալիստներ ինչ-որ գրավեն, ինչ կլինի ամբողջ աշխարհի վիճակը։ Մենա Հայաստան։ Մի խոսքով դա լուրջ է, դա Ամերիկայի առողջացումը, տնտեսական առողջությունը, դա լուրջ համաշխարհային խնդիր է։ Դա ոչ թե միայն Ամերիկայի խնդիրն է, դա ամբողջ աշխարհի խնդիրն է։ Հատկապես Հայաստան։ Առավել եւս, որ մենք ասենք Չինաստանը հզոր գովում ենք Չինաստանին, պետք է հիշենք, որ Չինաստանը 1975 կիսասոված էին։ Հաց չունեին, կոշիկ չունեին, շոր չունեին ապրեին, տուն չունեին նորմալ։ Չինաստանը ոտքի հելավ Դեն Սյաոպինի ռեֆորմների ժամանակ, որը
հասկացա, որ այս սոցիալիզմը, կոմունիզմը չի աշխատում։ Մաո Ձեդունի գաղափարախոսությունից շեղվեց։ Օթա։ Եվ կամաց-կամաց սկսեց լիբերալիզացնել էկոնոմիկան, մասնավոր սեկտոր, մասնավոր շուկայական էկոնոմիկա եւ այլն։ Բայց հիմնական թռիչքը Չինաստանը կատարեց 90-ականներին եւ 2000-ականներին։ Երբ որ արդեն ամերիկյան կապիտալը ու եվրոպական կապիտալը դուրս ներխուժեցին Չինաստան, ներդրումներ կատարեցին։ Չինաստան մոտարապես 3 տրիլիոն դոլար ներդրում է կատարվել այդ ընթացքում։ 3 տրիլիոն դոլար։ Լսեցիք արևմուտքի ժողով։ Արևմուտքն Չինաստանին դարձել է հզոր։ 3 տրիլիոն դոլարի չափ Եվրոպան, Ամերիկան։ Եվ հարցը մենակ դոլարը չի, հարցն է, որ տարվել են տեխնոլոգիաներ, գնացել են մասնագետներ, բացվել են դպրոցներ, կրթական օջախներ, 90 թվից էսկոմ։ մենեջմենտ, սա գնացել է Ամերիկայից ու Եվրոպայից։ Ամերիկան, Եվրոպան չլիներ, Չինաստանը սովից հիմա քայքայվել էր, բաժանվել էր տասնապատիկ մասերի։ Դրա համար այսօր Չինաստանը արդեն ոտքի է բարձրացել, ունի բավական հզոր էկոնոմիկա, չնայած Չինաստանում կարող եմ ասել վստահ ավելի շատ խնդրեմ կա ներքին, քան նույնիսկ Ամերիկայում։ Հաստատ։ Շնորհակալություն։ Մտածեք ժողով։